Մի գիտնական հանդիպում է մահապատժի դատապարտված մարդու և առաջարկում նրան ընտրություն կախաղանի կամ հուզական փորձի միջև։ Գիտնականը դատապարտյալին առաջարկում է անարյուն առանց ցավի մահ, պարզապես փոքր կտրվածք անելով դաստակի վրա, որով արյունը դանդաղ կհոսի։ Դատապարտյալը համաձայնվում է, այն մտքով, որ արդեն իսկ լավ է, որ խուսափելու է էլեկտրական աթոռից։ Նրան պառկեցնում են, կապում, անում աննշան կտրվածք և ձեռքի տակ դնում մետաղյա աման, բայց նրանից իրական արյուն չէր հոսում։ Գիտնականը տեղադրել էր հեղուկով լի շիշ, որից ջուրը կաթում էր կաթիլ-կաթիլ։ Դատապարտյալը լսում էր այդ ձայնը և հավատում, որ իր արյունն է կաթում։ Ժամանակի ընթացքում նա գունատվեց, շնչառությունը դանդաղեց, սիրտը սկսեց արագ բաբախել, և երբ կաթիլները դադարեցին, նա մահացավ սրտի կաթվածից, մինչդեռ ոչ մի կաթիլ արյուն իրականում չէր էլ հոսել։ Այս փորձը բացահայտեց սարսափելի ճշմարտություն. մարդու ուղեղը հավատում է այն իրականությանը, որը տեսնում է, այն, ինչ ընդունում ենք որպես իրականություն, և կապ չունի լավ է դա, թե վատ, ձևավորում է մեզ, ձևավորում ամբողջությամբ, թե մտքով, թե մարմնով։ Մեր ուղեղը սահմաններ չունի, երբ խաբում է ինքն իրեն, երբ չի հասկանում ինչ-որ բան, ստեղծում է իր սեփական ճշմարտությունը, հաճախ բնականը դարձնելով գերբնական։ Կյանքում էլ մենք կանգնում ենք խոչընդոտների առաջ, որոնք թվում են անլուծելի։ Եթե մեզ ասեն, որ հույս չկա, և մենք հավատանք դրան, այդպես էլ կլինի։ Բայց եթե մտածենք հաղթանակի մասին, մենք արդեն մեկ քայլ ավելի մոտ կլինենք դրան։ Հիշեք, նա, ով մտածում է պարտության մասին, արդեն իսկ պարտվել է, իսկ նա, ով մտածում է հաղթանակի մասին, արդեն արել է դեպի հաղթանակը իր առաջին քայլը։